Մեկ այլ քայլ էլ կա, որը հիմա Նիկոլ Փաշինյանն է դրդում, հաջորդ քայլը, դա արդեն մեր ժողովրդին ներշնչել կամ հոգեբանորեն այնպես ազդել մեր ժողովրդին, որ մեր ժողովուրդը ձեռք բերի Ստոկհոլմյան սինդրոմ։ Ստոկհոլմյան սինդրոմ այնքան, որ արդեն մենք դնենք կասկածի տակ, նույնիսկ ասենք թե մեզի հասնում էր, թուրքերը ճիշտ են արել, որ մեզ երբ որ ինքը հարց է տալիս, թե ինչու են ցեղասպանություն եղել, դրա պատասխանը նաև սպասում ես, որ տարբեր կողմեր, տարբեր բաներ կասեն, թե թուրքական թեզը մենք գիտենք, ասում են հայերը մեզ, իրենք բացարձակ են ասում, հայերը մեզ մեջքից հարվածեցին, ռուսերին օգնեցին, հետևաբար նրանք դավաճան են։ Հայերին այսօր թուրքական դասագրքերում ներկայացնում են որպես մեջքից հարվածող միլլեթը, այն միլլեթը, որ իրենց դավաճանեց։ Հիմա երբ որ գիտեք միշտ հանցագործության զոհը իրեն սկսում է հարցնել, կարող է պատահի ես մի բան սխալ եմ արել։ Սա բնական է, օրինակ բռնապարության ժամանակ կանայք այդ հարցն են տալիս, կարող է ես մի բան սխալ եմ արել, ես իշմար եմ տվել կամ չեմ արել, ինչ եմ արել, ու այս նույն մոտեցումը հիմա միտումնավոր դրվում է մեր ժողովրդի ենթագիտակցության մեջ եւ ոչ թե միայն ենթագիտակցության, նաեւ ուղիղ գիտակցության մեջ, որ կարող է պատահի մենք մի բան սխալ ենք արել, որ մենք արժանի ենք եղել ցեղասպանության։ Արդեն թուրքերը դրա մասին խոսում են, մնում էր որպեսի վարչապետ Կոչեցյանն էլ նման թեզեր առաջ քաշի եւ դրա դիմաց առաջարկի, որ այսպեսի մի թաքնված բան կա, եկեք դուք ներեք հանցագործին, չնայած որ ինքը ներողություն չի ասել, որպեսզի մենք հետո խաղաղ ապրենք։ Այս խաղաղ ապրել հետի այդ գազարն է, որ տալիս են խափելու համար, սա են առաջարկում, բայց ես չէ որ սա ասել եմ, սա շատերն են ասել սրանից առաջ, որ չկա խաղաղություն առանց արդարության։ Եթե արդարություն չլինի, խաղաղություն չի կարող լինել։ Իսկ արդարությունը ընդհանրապես լինում է, երբ որ հանցագործը պատժվում է։ Հանցագործը պատժվում է, հետո հանցագործը իր մեղքը կընդունի, ես էլ հետո իրեն կներեմ, սա ուրիշ հարց է, բայց դու չես կարող ներել հանցագործին, եթե ինքը չի ընդունել իր մեղքը, կամ եթե չի պատժվել։ Ասենք թե ես նույնիսկ ինքը ընդունեց իր մեղքը, ու ես դատավորին ասում եմ, որ մի պատժեք, ես իրեն ներում եմ մի պատժեք, դա իմ իրավունքն է, բայց դա իմ իրավունքս մեկը չի կարող իմ ձեռքից վերցնել, մինչև որ ես չստանամ արդարություն, իսկ արդարությունը, մինիմում արդարությունը հայ ժողովրդի համար, դա թուրքերի մեղքը ընդունելն է, մինչև դա չեղավ, արդարություն չի լինի։